Նման սուր ու նվաստացնող արձագանքին նայելով Պողոսն էլ իր արձագանքն է տալիս նրանց անհավատությանն ու ընդդիմության։ Ինչ է անում Պողոսը, նայեք համարին։ Նա չի շարունակում համոզել նրանց, խնդրել, աղաչել կամ սակարկումների գնալ, նա պարզապես կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում է նրանց վրա։ Նայեք շարունակությանը։ Պողոսը հագուստները թափ տվեց եւ նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը, ես անմեղ եմ»։ Պողոսը մեղադրում է իր լսարանին եւ նրանց անհավատության մերժման ողջ պատասխանատվությունը դնում է հենց նրանց ուսերին։ Եվ այստեղ նույնիսկ սիմվոլիկ ժեստով եւ խոսքով եւ կատարված քայլերով հնչեցնում է մեղադրանքներ։ Տեսեք, նախ Պողոսը արարքով է ցույց տալիս իր ասելիքը, հետո խոսքով, իսկ վերջում գործով։ Երբ ընդդիմանում ու հայհոյում են, Պողոսը թափ է տալիս հագուստները։ Ինչ է սա նշանակում։ Այստեղ հանդիպում ենք 5 կտակարանի երկու հետաքրքիր պատկեր։ Հագուստ թափ տալը դատաստանի արարք էր, որ ասում էր դուք հնարավորություն ունեցաք, բայց հիմա այն անցավ։ Դա նման է այն իրավիճակին, երբ մենք կարող ենք ասել, որ մենք լվանում ենք մեր ձեռքերը։ Նեհեմիայի գրքում կա հրաշալի օրինակ։ 5-րդ գլուխ 13-րդ համար ասում է Նեհեմիան. «Եվ ես թափ տվեցի իմ հագուստը եւ ասացի. Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, եւ նա այսպես թափ տրվեց եւ դատարկ կլինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն»։ Եվ օրհնեցին Տիրոջ եւ ժողովուրդն այդպես արեց։ Եվ Նեհեմիայի ժամանակաշրջանում ճգնաժամ էր, ճգնաժամային իրավիճակ էր։ Երուսաղեմում սով աղքատություն էր, հարուստ հրյաները առիթից օգտվելով տոկոսներով գումար էին տալիս իրենց եղբայրներին, հողերը խլում էին, հետո երբ չէին կարողանում վճարել, եւ տիրում էր անարդարություն եւ ներքին պառակտում։ Եվ Նեհեմիայի ժեստը սա աստվածային դատաստանի նշան էր, երբ Նեհեմիան ստիպում է հարուստներին երդվել, որ այլևս այդպես չեն անի, եւ նրանք երդվում են, Նեհեմիան դրանից հետո ասում է, որ եթե դուք դրժեք ձեր երդումը, Աստված էլ այդպես ձեզ է թափ տալու, այսինքն ձեռնունայն եք մնալու։ Կարճ ասած դա անեծքի խորհրդանիշ էր։ Երբ դու դրժես երդումդ, Աստված քեզ թափ կտա եւ կհեռացնի իր օրհնությունից, ինչպես ես հիմա թափ եմ տալիս իմ հագուստը։ Նեհեմիան կասել։ Նույնը Հիսուսն է ասում, իսկ ով ձեզ չընդունի, Մատթեոս 10:14, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից, այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թափ տվեք։ Սա լսարանին ուղղված մեղադրանք էր։ Եվ սրանով ողջ բեռը պատասխանատվությունը մնում էր ում վրա։ Լսողների վրա։ Նույնն անում ավետարանիչները, մենք գործկումել ենք դա տեսնում 13-րդ գլուխ 50-51-րդ համարներում, երբ Պողոսի Բարնաբասի դեմ հալածանք է բարձրանում, նրանք իրենց ոտքերի փոշին թափ են տալիս նրանց վրա եւ գնում են Իկոնիում։ Մի խոսքով սա դիմացինին մեղադրելու եւ իր անհավատության պատասխանատվությունը հենց իր ուսերին դնելու ժեստ էր, որն անում էր Պողոսը։ Եթե նկատել եք այս գլխում նախասահմանության, ընտրության եւ նախախնամության վարդապետությունը շատ է երևում։ Օրինակ, հենց 10-րդ համարը, որտեղ Տերն ասում է, որ ինքը քաղաքում շատ ժողովուրդ ունի։ Այս նախասահմանության փաստի ֆոնին ինչպես է պետք նայել մարդկանց անհավատությանը, երբ չեն հավատում նրանք, մերժմանը։ Սա չափազանց կարևոր հարց է յուրաքանչյուր հավատացյալի համար, մասնավոր ավետարանիչների, ել չասեմ երեցների։ Խնդրում ուշադրի լսեք։ Գիտեք, նախասահմանությանը հավատալը չի հակասում այն բանին, որ անհավատին պետք է մեղադրել սեփական անհավատության մեջ։ Պողոսը գիտի, որ Աստված ունի ընտրյալներ եւ նա գրում է իր նամակներում, որ դիմանում է հանուն նրանց։ Բայց ինչպես է վերաբերվում արձագանքին, երբ մարդիկ մերժում են։ Նա ինչ է ասում, ասում է դուք չեք հավատում, որովհետև նախասահմանված չեք, թե թողնում է պատասխանատվությունն իրենց վրա։ Թողնում է իրենց վրա։ Wayne Grudem իր համակարգված աստվածաբանության գրքում ընտրության եւ դատապարտության բաժնում մի փոքրիկ մաս ունի առարկություններին նվիրված, այնտեղ 4-5 առարկություն է բերում, որ մարդիկ բերում են սովորաբար նախասահմանության թեմայի մեջ, եւ առարկություններից մեկը, որը մեր թեմային է վերաբերվում, հետեւյալն է։ Ասում են մարդիկ, ովքեր լսում են նախասահմանության մասին, որ Աստված ունի ժողովուրդ այնտեղ,
Ասում են ընտրության վարդապետությունը նշանակում է, որ անհավատները երբեք հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Ինչ է այս առարկության էությունը։ Այս առարկությունը նշանակում է, իրենք ուզում են ասել, որ եթե Աստված հավերժությունից ի վեր որոշել է, որ մարդիկ չեն հավատա, ըստ իրենց, ապա նրանք երբեք իրական հնարավորություն ամեն չեն ունեցել հավատալու։ Դրա համար էլ չեն հավատում։ Այսինքն պատասխանատվությունն ում վրա են դնում Աստծո։ Տեսնում եք, այս առարկությամբ մարդը պատասխանատվությունը ոչ թե թողնում է մարդու վրա, այլ դնում է Աստծո վրա։ Արդյոք սա ճիշտ է։ Հիշեք, Կրոդեմը գրում է. նախ մենք պետք է նշենք, որ Աստվածաշունչը թույլ չի տալիս մեզ ասել, որ անհավատները հնարավորություն չեն ունեցել հավատալու։ Նման բան թույլ չի տալիս մեզ։ Երբ մարդիկ մերժում են Հիսուսին, նա միշտ մեղքը դնում է նրանց վրա, նրանց սեփական կամքի վրա եւ ոչ թե Աստծո հոր կողմից սահմանված կամքի վրա։ Մեկ-երկու օրինակ նայեք Սուրբ գրքից, որ պատասխանատվությունը թողնում է մարդու վրա։ Մատթեոս 23:37 Հիսուսն ասում է. «Քանի անգամ ուզեցի հավաքել քո որդիներին եւ դուք չկամեցաք»։ Չի ասում, որովհետեւ դուք սահմանված չէիք։ Կրկին Հիսուսն է ասում իրեն մերժողներին Հովհաննես 5:40-ում. «Դուք չեք ուզում գալ ինձ մոտ, որպեսզի կյանք ունենաք»։ Ում վրա է պատասխանատվությունը։ Նույնն էլ անում է Պողոսը։ Նրան ուժ է տալիս այն, որ Տերն ունի ժողովուրդ, բայց դա նրան իրավունք չի տալիս մերժողներին չմեղադրելու։ Նա ողջ բեռը, ողջ պատասխանատվությունը նրանց անհավատության դնում է նրանց վրա։ Նա մեղադրում է նրանց, ասելով, որ դուք ունեիք հիմա հնարավորություն, բայց դուք մերժեցիք այն։